Այսօր ասելու բան չկա, այսօր այնքան խոսացին խաղաղություն, որ այսօր բերեցին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ։ Դրա հետևանքը ո՞րն է լինել։ Սննկացում, աղքատություն, վերացում, գյուղատնտեսությանը, արտադրությանը, եթե մարդը չի կարող վաճառի, ինչ պետք է։ Այսօր մարդը 100 մարդ է զանգում։ Ֆերմեր, գործարար, ֆորի վարորդներ, մեր ճակատագին ինչ էլ մենք գումարներ ենք վերցրել, մենք պլանավորել ենք։ Հիմա պետք է ծիրան տանենք, պոմիդոր տանենք, վարունգ տանենք, ճիտ տանենք, կոնյակ տանենք, ձուկ տանենք, 3 միլիարդ դոլար տարեկան Ռուսաստանից գումար է գալ այդ ապրանքի դիմաց։ Այսօր դա չկա, մարդիկ ո՞նց աշխատավարձ տալու, վարկը ո՞նց է տալու։ Սննկանալու է, սա ձեռից վերցնելու է։ ԿՊԱ-ներից ասում են շատ լավ, ասում է, ջանդամ ասում է Ռուսաստանը թողնի ներմուծումը, մենք այդ ծիրանը բան էժան կուտենք, ծիրանի արաղ կքաշենք։ ԿՊԱ-ն է ասում։ Դե եթե իրենք տնտեսությունից այդքան կամ տնտեսությունը կայացնել այդքան հեշտ բան չի։ Սա 20 տարվա պատմությունն է, որ մարդիկ գնացել են, ճշտել են, ծանոթացել են ապրանքի տեսականու հետ, գները, արտահանելը, պլանավորել են 10 տարի այլ ընտրանք չեն կարող ստեղծեն, բացառված է։ Կարող է մի ավտո տանեն, բայց այս մեր ամբողջ ապրանքը, որը Ռուսաստանի շուկան սովոր է, ծանոթ է, ընդունելի է, չի կարող։ Կարա ավելի լավ թողանեն, հարց չկա, բայց չեն կարա։ Ասում եմ ծաղիկները վերցեք, բաժանեք, ձեր ծանոթներին տվեք։ Լավ։ Լավա չի ասում ծաղիկները կերեք, կարա Դե մի օր կարան տան, երկրորդ օրը, երրորդ օրը, պոմիդորը, այո, սա էժանացա, մարդիկ արդեն սննկանում են։ Եթե կլուբնիկը 2000-3000 է, դարել է 500 դրամ։